Մայրաթոր Սուրբ Էջմիածնից մեր հոգևոր եղբայրների հետ մեկտեղ որպես հոգու պարտք բերելու մեր զորակցությունը մեր ազգային մեծագործ բարերարին, ով երկու օր առաջ գտնվելով մայր հայրենիքում, այցելելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ուր վեհապար հայրապետի հանդիսապետությամբ, նախագահությամբ կատարվեց լուսահոգի Սարգիս Կարապետյանի հոգեհանգիստը 40-օրյա եւ այդտեղ Սամվել Սարգիսովիչը արտահայտեց իր հավատարմությունը, իր սերը, իր նվիրումը մեր ազգային հոգևոր սրբություններին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը, ասելով, որ հավատարիմ է անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, մեր գոյությունը եւ մեր հարատեվությունը։ Ամեն դեպքում այդ արտահայտությունը ցնցել է իշխանություններին, ինչ ցնցող արտահայտություն է արվել քաղաքացիներից, բոլորն էլ հայտնում են իրենց հավատարմությունը եւ նվիրումը Մայրաթորին։ Մենք հասկացանք, որ Սամվել Սարգիսովիչի նման զորակցությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որը իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը եւ այդ իմաստով մենք եկել ենք մեր զորակցությունը բերելու։ Պահանջներ հնարավոր է նաև ձևակերպվեն հոգևոր իշխանության կողմից, հաշվի առնելով, որ ի վերջո զարգացումները կարծես թե դեպի անկասելի ուղղությամբ են տանում։ Միանշանակ մեր եկեղեցին մեր ժողովրդի հետ է եղել եւ դուք գիտեք Սամվել Սարգիսովիչը բոլոր ժամանակներում հավատարիմ է իր ազգային արժեքներին, իր ժողովրդի եւ իր պետականության շահերին, հակառակ ամեն տեսակի փորձության, որովհետեւ նա ստացել է այդպիսի կրթություն, դաստիարակություն, բոլորդ գիտեք նա ում զավակն է, ովքեր են նրա ծնողները։ Դուք եք համարում, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է սկսել եկեղեցու դեմ, եկեղեցու սպասավորների դեմ, փորձում է ստուգել նրանց կուսակցությունից խախտել են թե ոչ, ինչպես ինչ գնահատական։ Մենք ոչինչ չենք գնահատում, ոչինչ չենք ձևակերպում, մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, մեր հավատարմությունը, մեր նվիրումը այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները։ Սամվել Կարապետյանը այստեղ հայտնվել հենց դրա հետևանքով։ Եթե Փաշինյանը եկեղեցու դեմ արշավ չսկսեր, Սամվել Կարապետյանն էլ չէր աջակցել։ Դե մենք ասացինք, որ դա արդեն քաղաքական հետապնդումներ եւ նպատակ է հետապնդում։ Հիմա նաև ձեր այստեղ Կրեմլյան ձեռագիր կարող են տեսնել նաև ձեր այցի մեջ եւ խնդրում եմ պարզաբանեք ի վերջո ցանկացած հայ որտեղ որ նա ապրի, առավել եւս որ նա հոգեվոր կապ ունի եւ աշխատանքային կապ ունի ըստ էության նաեւ եկեղեցու հետ, չի կարող աջակցել, ինչու է դատապարտելի եւ քրեորեն հետապնդելի դառնում եկեղեցու կողքին կանգնելը։ Ես այստեղ եմ նաեւ, որ բերեմ փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100,000-ավոր հայորդիների զորակցությունը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը եւ նվիրումն ու հավատարմությունը Սամվել Սարգիսովիչին, ում ինձանից լավ գիտեք բոլորդ եւ գիտի ամբողջ հայ ազգը։ Ես կարծում եմ, որ այո, իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ իր ազգը ունի նման զավակ, հայրենասեր, ազգասեր, ուրախ էր Փաշինյանը մինչև 3 նաև պետականամետ, որը արտահայտել է այդ արժեքները իր բազում գործերով, իր գործումներով, եւ այսօր էլ
շարունակում է իրականացնել։ Սրբազանական ժամանակ եկեղեցին պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականներ, պահանջում տևական ժամանակ եւ կաթողիկոսը ևս։ Համարում են, որ ասում են եկեղեցին թող չխառնվեր քաղաքականությանը, մենք էլ չխառնվեինք եկեղեցու ներքին կյանքի։ Այսօր էլ ասում են, որ չեք միջարկում ինձ ասածները որևիցե ձևով եւ ունի ապացույցներ, եթե կարող եք նաեւ դատի տալ։ Դա որակվում է արդյոք քաղաքական հայտարարությունը։ Եկեղեցին բազմիցս իր հայտարարություններով արտահայտել է իր կեցվածքը, իր վերաբերմունքը, իր մոտեցումը ժողովրդի ազգի հայրենիքի պետության շահերին։ Եվ դա այդ հայտարարությունները գրված են, հրատարակված են քաղցրած։ Հիմա կրկնել իմաստը ո՞րն է։ Լավ, շարունակությունը դեպի ուր կգնա, ի վերջո նաև Ռուսաստանի հայերը հնարավոր է միավորվեն մինորալիկ բարձրանա։ Չմոռանանք Ամերիկայում բնակվող հայերը արեցին Փաշինյանի համար այս հեղափոխությունը, որի պատողները վայելում ենք այսօր։ Ես կարծում եմ, Ներեցեք սրբազան հայր, մի քիչ այն կողմ կգնաք մեզ համար աշխատանքային։ Ես կարծում եմ բոլոր հայրենասեր, բոլոր ազգասեր, բոլոր եկեղեցասեր քրիստոնյա հայրենիները չեն կարող այդ կեցված ունենալ։ Դուք այդ բաները տեսնում եք, մոտիվացիան կա, այդ տրամադրվածությունը կա, որ միավորվեն, որովհետև մենք 18-ին տեսել ենք, թե ինչպես են դրսի հայերը շատ ավելի միավորված եղել, քան ներսում Հայաստանում։ Համոզված եմ։ Սրբազան այդ